Դուք գիտեք, որ Եվրամիության դրոշի հեղինակներից մեկը Արսեն Էյցը նշում էր, որ իրեն ոգևորում էր Մարիամ Աստվածածնի նկարը եւ իսկապես բիբլիական սյուժեն կարդացվում է, որովհետեւ կապույտ երկինք է եւ 12 աստղ։ Ինչպիսի էվոլյուցիա է ապրել Եմեն 70 տարում։ Այժմ Եմեն սատարում է, պաշտպանում է եւ ասում է, որ կօգնի վերարտադրությանը մի ռեժիմի, Փաշինյանի ռեժիմի, որը հալածում է քրիստոնյա հոգևորականներին, որը բանտեր է նետում մարդկանց իրենց համոզմունքների համար։ Եվ պատճառաբանությունը ինչ որ միֆական ռուսական սպառնալիքն է, որը իրականում գոյություն չունի, որովհետև Փաշինյանը ձեռնտու է Ռուսաստանին եւ Ռուսաստանը ոչ մի բան չի անի, որպիսի Փաշինյանին թղթից գցի։ Եվ հիմա պատկերացրեք, որ որևէ երկիր կամ որևէ երկրների միություն ասում է բացիաբաց հայտարարում է, որ մենք կօգնենք ինչ որ մի երկրի իշխանությանը վերարտադրվել։ Ինչպես եք դուք դա անվանելու։ Դուք դա արդարացիորեն անվանելու եք միջամտություն այդ երկրի ներքին գործերին։ Բայց տվյալ դեպքում այս երեսպաշտ մոտեցումը, այս արդարացումը կարծես թե չեզոքացնում է այդ բացահայտ միջամտությունը։